ամենահարուստն Աստված է։ Բայց Աստծո հարստությունը ինչպիսի հարստություն է։ Արարչական հարստություն է, հոգևոր հարստություն է, հավիտենական հարստություն է։ Աստված ինչով է հարուստ։ Սիրով է հարուստ։ Արարչությունը ինչ է։ Աստվածային սիրով արտահայտություն է։ Աստված այնքան սիրեց, այնքան սեր ուներ, որ այդ սիրուց բխած արարչությունը եւ արարչության ամեն օր հետեւյալ խոսքերով է եզրափակվում։ Եղև եղավ, ինչ որ Աստված ստեղծել է, բարի է։ Այսինքն աստվածային հարստությունը, աստվածային բարությունը արարչության մեջ է երևում։ Ինչ որ պետք էր մարդուն, Աստված տվեց իրեն։ Ինչ տվեց։ Աստվածային շնորհներ, իմաստություն, 7 պարգևներ, մարգարեություն, քահանայություն, թագավորություն։ Թագավոր էր, իշխան էր Ադամը, իշխում էր երկնքի թռչունների, երկրի գազանների, ծովի ձկների վրա։ Մարգարե էր Ադամը, երբ որ ստեղծվեց, իր կողոսկրից մեկը հանվեց, Եվան ստեղծվեց եւ ասեց, սա ոսկոր է, իմ ոսկորներից մարմին, իմ մարմնից սա թող կոչվի կին, որտեւ իր ամուսնու ստեղծվեց։ Այսինքն սա մարգարեական խոսքեր էին, որտեւ Ադամը քնած էր, երբ որ Եվային ստեղծում էին, թմրած էր եւ արթնացավ, անմիջապես մարգարեացավ։ Ադամը քահանա էր, որտեվ կենդանիներին անուններ էր դնում, իսկ ով է մկրտության ժամանակ անուններ դնում, քահանա։ Ուրեմն այս բոլոր շնորհները Ադամն ուներ, Աստծուց էր ստացել, եւ այս աստվածային հարստությունը հոգևոր է նախ եւ առաջ։ Ու եթե դու հոգով ես հարուստ, Աստծով ես հարուստ, այն ժամանակ քո հարստությունը իմաստավորված է, աստվածանման ես դու դառնում։ Հարուստ էին Աբրահամը, բայց այնքան հարուստ էր Աբրահամը, ոչ միայն նյութական մարմնավոր, այլ Աստծով էր հարուստ, որտեղ կոչվեց հավատքի հայր։ Ինչու հավատքի հայր կոչվեց, որտեղ Աստծուց տրված իր միակ որդուն Իսահակին հանեց զոհասեղանին եւ հայր Աստված էլ իր միածին որդուն հանեց խաչի զոհասեղանին։ Աբրահամը նախ եւ մինչեւ այդ հանեց, Քրիստոսից առաջ հանեց եւ Աստված էլ հետո իր միածին որդուն հանեց խաչի զոհասեղանին, որտեղ Աբրահամը հանել էր, Աստված էլ հանել իր։ Այսինքն իրականում Աբրահամի հարստությունը որտեղ է երևում, ոչ թե իր ունեցվածքի, հոտերի, ոչխարների, հոբն էլ ամեն ինչ ուներ մի վայրկյանում կորցրեց, դրանք հարստություններ չեն։ Կարևորը թե դու հավատքով հարուստ ես, Աստուծով հարուստ ես, Աստված ամեն ինչունի այդ հարստություն տալիս է մեզ, բայց մարդկային հարստությունը եւ աստվածային հարստությունը գնահատվում են ոչ թե ունեցվածքով, այլ զոհաբերությամբ, այլ աստվածային սիրո արտահայտությամբ։ Նա է հարուստ, ով կարողանում է սիրել եւ ներել, ով այրիկինը երկու լմա ուներ, որ Աստծուն նվիրեց, բայց ավելի հարուստ էր, քան այն մեծ հարուստները, որ ունեցվածքից ավելին էին գցում գանձանակի մեջ, մեծ գումարներ էին գցում, իրական աշխատանքը այդ հարուստների գցած նվիրատվությամբ էր կատարվում, տաճարում, կառուցվում էր, բայց Քրիստոս չնկատեց այդ մեծ հարստությունները, ասեց ինձ համար շատ ավելի կարևոր է այս այրի կնոջ երկու լուման, որով իմ տաճարը պետք է կառուցվի։ Տեսեք, հետաքրքիր մի իմաստություն էստեղ կա։ Ասեց շատ ավելի շատ գցեց այս այրիկինը, իր ամբողջ ունեցվածքը տվեց Աստծուն նման։ Տեսեք, ինչքան շատ այսպես աղքատ այրի կանայք, որբևայրիներ կան, չէ՞։ Շատ են, եւ այդ բոլոր այդ շատ որբևայրիների, այրիների երկու լումաներով, այսինքն անկեղծ հոգու եւ մարմնի զոհաբերությամբ, նվիրատվությամբ դու Աստծո տունը կարող ես կառուցել։
Այսինքն Քրիստոս այստեղ հոգևոր խորհուրդ է դնում։ Եկեղեցին մարդիկ են, հոգին ու մարմինն են։ Այդ երկու լուման հոգու մարմնի զոհաբերությունն է, այսպես է կառուցվում Աստծո տաճարը, եւ ոչ թե մեծահարուստների ավելցուկից, ավելորդից, չէ։ Մեծահարուստների ավելցուկից եկեղեցին չի կառուցվում։ Այրի կնոջ երկու լումայով, եթե այդ այրիները շատ են, մեծահարուստները քիչ են, բայց այրի եւ որբե վայրիները, որոնց երկու լումաները ոչ թե նյութական, այլ հոգևոր կառույցն են շեն պահում։ Այս սրան ու այս էր ուզում ասել մեր Տերը։ Այսպես է կառուցվում եկեղեցին, հոգեղեն տաճարը դուք կառուցեք։ Նյութականը կկառուցվի։ Հոգեղենը կառուցես, Աստված այդ մեծահարուստի վզից կբռնի, կասի արի դες մարմնավորն էլ կառուցի։ Հոգեղենը դու պետք է կառուցես։ Մարմնավորը կկառուցվի։ Հա, չգիտեմ, գտնի ձևերն Աստված։ Ես սրտում կդնի կամ ինչ-որ մի ձևով կկառուցվի։ Երբ որ հոգեղեն տաճարը կառուցվեց, մարմնավորը կկառուցվի։ Բայց եթե հոգեղեն տաճարը չի կառուցվում, մարմնավորը քանդվում է, ինչպես մեր Տերն Ավետարանում ասում էր, տեսնում եք, այս գեղեցիկ կառույցը առաքյալները եկան ասեցին, ինչ գեղեցիկ կառույց է, ինչ հնություն է, ինչ ճարտարապետություն է, ինչ նախշեր են, ինչ քանդակներ են։ Ինչ ասեց Քրիստոս։ Այդտեղ քարի վրա չի թողնի ամբողջ քանդվի։ Ինչու՞։ Որտեղ հոգևոր տաճարը քանդվել էր արդեն։ Քրիստոսին էին խաչում, Քրիստոսին են հալածում, սպասում էին Մեսիային եկավ, խաչեցին։ Հոգեղեն տաճարը քանդվեց, մարմնավորն էլ հետո քանդվեց։ Ուրեմն հարստությունը դա հոգեղեն իրողություն է, հոգևոր իրողություն, ինչպես Աստված է հարուստ։ Ինչով է հարուստ, իր սիրով է հարուստ, իր մտահղացումով է հարուստ, իր ճշմարտությամբ է հարուստ, իր կատարելությամբ եւ իր հավիտենականությամբ է հարուստ։ Երբ որ մարդը այսպիսի արժեքներով հարուստ է, մնացած նյութական հարստությունը նույն արժեքներին պետք է ծառայեցնի։ Բայց եթե մարդը այս բոլորով հարուստ չէ, ուրեմն մարդ հարուստ չէ։ Աստծով հարուստ չէ։ Ուրեմն Աստծով հարուստ լինենք։ Ամեն։